Արեցին 1 տարվա ընթացքում 5 մենահամերգ։ Բնականաբար չէ, այդ 5 մենահամերգից կուզեին ինչ-որ բաներ աշխատել, ինչ-որ բաներ հետ գցել, բայց այսօր փաստա չէ, ես չգիտեմ դրա իրավունքը ունեմ թե չէ, բայց այսօր փաստա չէ, որ Տաթև Ասատրյանը իր ամուսնու հետ շարունակում է ապրել 60 քառակուսի մետրանոց բնակարանում։ Լիքը մարդկանց լսել եմ, նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներից։ Լիքը փող աշխատել այդ 45-50 հազարն է տվել է խաղալիքները առել, դա էլ է երեխեքին բաժանել է։ Դուք էլ առեք։ Դուք էլ առեք, դուք եք լիքը փող աշխատում։ Ամեն տասնյակ հարյուրավոր մարդկանց անուններ, ում կոմունալների համար վճարել են այս մարդիկ։ Ուղղակի փրկել են, որովհետև նոր տարվա դիմաց ես գիտեմ լիքը մարդկանց անուններ, ովքեր ստանում են դրամական միջոցներ Նարեկից եւ Տաթևից, որպեսզի վճարվեն նրանց տարեկան վարձավճարները ամբողջովին։ Եվ ասում եմ հասումալու, եւ ասում եմ գնացել էի, որ երեխաներին նվերներ առնեի, ու ասում եմ հեծանիվ չկար։ Հեծանիվ էի խոստացել ու պարզեց որ ինչքան հեծանիվ եղել է Տաթև Ասատրյանի թիմը եկել է ու առել տարել է։ Հետո խոսեցի Նարեկի հետ, Նարեկին ասում եմ ինչ հերթական խելայեղ բանն ես արել։ Ասում եմ դե գնացինք ասում եմ ինչքան հնարավոր անհնար խաղալիք կար առանք, որտեղ պետք է շրջաններ տանել ու այդ երեխեքին ուզում էինք որ նոր տարուց առաջ անակնկալ անեինք ու ասում եմ ցավալին էն է Նարեկը մի բան պատմեց որ շատ հուզիչ էր իմ համար էլ ասում եմ տալի ենք հեծանիվներ ենք նվիրում կամ թանկարժեք նվերներ ենք տալիս այդ երեխեքին երեխեքը ասում եմ Բաքում քշում են այդ հեծանիվը բայց երբ որ ասում ենք վերցրու տարածքոն ասում եմ վախենում էին վերցնեին դե չէին հավատում որ դա իրանցն է ու ասում եմ այդ մենակ այդ պահը տեսնելու համար արժեր այդ դրամական միջոցները